Արևը արժեք ունի գնահատողների համար, թեկուզ որ արևը տաքացնում է բոլորին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ ամեն ինչ կանգնած մնում է միայն ու միայն նրա շնորհիվ։ Բոլոր այդ հասկացողները, թե չհասկացողները ապրում են Աստծո շնորհքով։ Բայց փառք Աստծո եւ գոհություն Աստծո քեզ համար, որ դու գիտես, որ նա է քեզ պահողը։ Ամեն։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ, որ ամենքս իմանանք, որ կա ավելին, քան որ մենք ունենք, կա ավելին, քան որ մենք մտածում ենք ունենալ, միշտ կա ավելին, միշտ կա ավելին, բոլորի համար կա ավելին։ Մի օր Հիսուս մի գյուղում, մի ընտանիքում հյուրընկալվեց։ Նրա համար մեծ հյուրասիրություն էր պատրաստվում։ Մեծ հոգատարությամբ պատրաստում էին այն սեղանը, որով պիտի պատվեին փրկչին։ Դա Բեթանիա գյուղում Մայրամի, Մարթայի եւ Ղազարոսի տունն էր։ Եվ ահա քույրերից մեկը խիստ անհանգստացած, խիստ տագնապած, ամենամեծ պատկառանքով ու հարգանքով սեղանի պատրաստություն էր տեսնում։ Քույրերից մեկը Հիսուսի մոտ նստած լսում էր Հիսուսին։ Չարչարվող քույրը Հիսուսին ասաց. «Տեր, հոգդ չէ, որ իմ քույրը ինձ չի օգնում, չէ որ ես ուզում եմ քեզ համար հրաշալի մի հյուրասիրություն պատրաստեմ»։ Հիսուս Մարթային պատասխանեց. «Մարթա, Մարթա, դու շատ մեծ հոգ ես անում, բայց կա ավելի բարի բաժին, կա ավելին, որ քո քույրը Մայրամը սա ընտրեց։ Ուզում եմ բոլորը լսեն, թող լսեն թագավորները, կա ավելին, քան թագավոր լինելը։ Որն է դա։ Մի ժամանակ մի երգ էին երգում, չգիտեմ, վույաման, թագավոր լինելուց լավ բան։ Այո, թագավոր լինելուց լավ բան կա։ Ուտել, խմել ու քեֆ անելը չի թագավորի գործը։ Եվ աշխարհը որպես խալի տրորելով ման գալը չի թագավորի գործը։ Ամեն մի թագավորի համար կա ավելին։ Իսկ որն է դա։ Թագավորների թագավորի նման թագավոր լինելն է դա։ Ամեն։ Այո, կա ավելին, քան թագավոր լինելը։ Թագավոր լինելով հանդերձ ուրիշների հոգը հոգալու ծառա լինելն է ավելին, քան թագավոր լինելը։ Մեր Տերն այսպես ապացուցեց։ Ամեն։ Ասեք ամեն, որտեղ համաձայն կլինեք։ Հարստությունից ավելին կա, իսկ որն է դա։ Իհարկե, հարուստներն ասում են, իհարկե կա ավելի հարուստ լինելը, կամ շատ հարուստ լինելը, կամ ամենահարուստ լինելը։ Ոչ։ Իսկ հոգով աղքատ լինելու մասին չեք ուզում իմանալ։ Արարիչը չասաց երանի հարուստներին, Արարիչն ասաց երանի հոգով աղքատներին։ Հոգով աղքատ լինելը ավելին է, քան աշխարհի ամենահարուստ լինելը։ Կա ավելին։ Աղքատներ, մխիթարվեք դրանով։ Հիմա ընդդիմախոսներն են ասում։ Մենք ոչ միայն մխիթարվում ենք սրանով,
այլ պարծենում ենք սրանով, այլ ապրում ենք սրանով, ամեն, ինձ հետ եք, ամեն, այո, հզոր լինելը լավ բան է, բայց կա ավելին, որն ավելին, ներելը, ծառայելը, այո, պատերազմներ անելը և մարդկանց պատժելը և չգիտեմ այսպիսի բաները, ինչ որ ժամանակ միգուցե իմաստ ունեն, բայց կա ավելին, երանի խաղաղություն անողներին, ամեն, 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 ես վախում եմ այսպես շատ երկարացնեմ ու իմ հիմնական պատգամին չհասնեմ, դրա համար ես տեղ կանք պիտի առնեմ ու մոտենամ իմ պատգամին, միշտ կա ավելին կա, ապրել աշխարհում անվախ, լինել խիզախ, սա շատ հրաշալի է, բայց կա ավելին, որն է դա, Աստծուց վախենալը, ամեն, ամեն, և ես ուզում եմ մոտենալ իմ պատգամին, ապրել առանց վախի, կամ մի վախեցիր, ես բնականը վախի մասին պիտի խոսեմ, բայց սարսափազդու պատմություններ պիտի չպատմեմ, որ ոմանք վախենան, ես վախի էության, վախերի և սխալ վախեր չունենալու և ճիշտ վախ ունենալու մասին պիտի խոսեմ, եթե դու լսես այսօր համոզված եղիր, այստեղից կգնաս ավելի անվախ, հիմա ինչ որ մեկն ասում է, այսպես էլ ես անվախ եմ, հուսամ, անկախ ազգությունից կամ մշակույթից, վախը հանդիսանում է մարդուն տանջող ամենամեծ թշնամիներից մեկը, վախը տեղ ունի, թե խրճիթներում, թե առանձնատներում և թե պալատներում, Լեսթեր Սամրալ, սրանք իմ խոսքերը չէին, ես ուղղակի մեջ բերեցի, դուք լսում եք, ես խոսում եմ այն բանի մասին, որ բոլորին առանց բացառությամբ վերաբերվում է, առանց բացառությամբ, կա մեկն էստեղ նստած, որ ասի վախի մասին, ընդհանրապես մի խոսեցեք, որովհետև ինձ համար վախը ակտուալ չի, առարկայական չի, և ինձ չի վերաբերվում ընդհանրապես, ես երբեք վախեր չեմ ունեցել, չեմ կարծում, ուրեմն լսի, շատ հետարքիր է, Լեսթեր Սամրալն ասում է, որ ամբողջ աշխարհով շրջել այս մարդը, չի հանդիպել մի տեղ, մի բնակավայր, մի դասակարգ, որը վախից հեռու է, և դրա համար շատ դիպուկ բնութագրություն է տվել, վախը տեղ ունի թե խրճիթներում, թե առանձնատներում և թե պալատներում, խրճիթների մասին հասկանալի է, իհարկե աղքատները պիտի վախենան, առանձնատների մասին էլ հասկանալի միգուցե, բայց պալատները այստեղ համաձայն չեմ, թագավորն ինչից պիտի վախենան, ասեմ ինչից, Դանիելի մարգարեություն 5-րդ գլուխ 6 համարը, Բաղդասար թագավորը, ժամանակի ամենամեծ կայսրության թագավորը, քեֆ էր անում իր բոլոր նախարարների, հարուստների, մեծամեծերի ու կառավարիչների հետ, և անցան իրենց սահմանը Աստծուց տրված, և սրբապղծություն արեցին Իսրայելի, Երուսաղեմի տաճարից բերած սուրբ անոթները վերցրեցին ու պղծեցին գինի խմելով, հենց այդ ժամանակ մի ձեռքի թաթ հայտնվեց և սկսեց պատի վրա գրել մանե, մանե, թեղկե ու փարսին, որը թարգմանվում է կշռվեցիր
ու թեթև գտնվեցիր եւ քո թակավորությունը բաժանվեց ու քեզանից առնվեց հենց սա լսեց աշխարհի ամենամեծ կայսրության ամենամեծ հզոր թակավորներից մեկը Բաղդասարը ինչ վիճակի ընկավ ես ուզում եմ կարդամ այն ժամանակ թակավորի գույնը փոխվեց եւ նրա խորհուրդները նրան խռովեցրեցին եւ նրա մեջքի հոդերը լուծվում էին եւ նրա ծունկերը մեկ-մեկի էին խփվում վախում են բոլորը թակավորի վախին սարսափին սահման չկար մնացեք ինձ հետ շատ տարբեր բաներից են վախենում մարդիկ վախենում են տարերային աղետներից վախենում են երաշտից վախենում են ցունամիից փոթորիկից ջրհեղեղից հրդեհից սովից համաճարակից հիվանդությունից ինչ որ մեկը կարող է կասկածի այո այս մի բանից է բայց նրանից չէ բայց լսեք քանի դու դեռ չես հանդիպել դրանցից մեկին դրանցից չես վախենա մտածեք մի պահ Ծիածանի պատմությունը ջրեղեղից հետո կործանվեց ամբողջ աշխարհը իր աչքերով այդ ամեն կործանումը տեսավ Նոյը եւ իր տունը եւ իմ ամեն բան վերջացել էր եկավ Տերը հանդիպելու իր արդար ծառային որի մեջ անսահման մեծության վախ կար ջրից ամենամեծ վախ այդ պահին ես հավատում եմ որ Նոյն ուներ ջրից ամեն մի անձրևի կաթիլը Նոյի կյանքում ամենամեծ վախն էր առաջացնում եւ Տերն եկավ ու ասավ էլ չվախենաս Ծիածանը քեզ նշան որ այդ անձրևները այլևս երկիրը կործանելու ջրհեղեղ չեն առաջացնելու հանգիստ ապրի ամեն Քանի դեռ դու ցունամիի չես հանդիպել, քեզ համար ցունամին ինչ ա որ։ Ամերիկայում է թող լինի, չգիտեմ, հարավ-արևելյան Ասիայում է թող լինի, բայց մենք ինչ կապ ունենք։ Ես ցունամիից չեմ վախենում։ Մարդիկ բոլորը ինչ որ բանից կամ ինչ որ բաներից վախենում են ու շատ են վախենում։ Մարդիկ վախենում են նաև չար մութ ուժերից, այն աչքի ուլունքները, այն պայտերը, այսինքն նալերը, որ դուք տեսնում եք մարդկանց դռների դրանդիկներին, դրանք սարսափած մարդկանց հուսահատ անվախ ձևանալու դրսևորումն է։ Վախեցած են։ Վախեցած են։ Փշերի առատությունը, տեսակ, չեք տեսել։ Փորձի հետը խոսի, այդ դռնից ներս ապրող մարդու հետ խոսի, աշխարհի անվախը կձևանա քո աչքին։ Այ վախկոտներ, դուք տիրոջն եք, դուք ծնկի եք գալիս աղոթք եք անում, գնացեք այստեղից, թողեք ես իմ վախով սարսափելով, իմ նալին վստահելով ապրեմ, գնացեք։ Վախը շատ լուրջ պատճառ կարող է լինել, որ մարդը ձեռք բերի շատ լուրջ հիվանդություններ։ Շատ լուրջ հիվանդություններ։ Ես սրա հետ կապված շատ ուսումնասիրություններ եմ նայել եւ կոնկրետ ես չեմ ուզում հիմա ասել այս երկրի այսինչ ինստիտուտ, այսինչ ուսումնասիրության արդյունքում այս եզրակացությանն է եկել, բայց մոտավորապես հիպերտոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց ամենակիչը 50%-ը միշտ վախեցած է, միշտ անհանգստացած։ Ոմանք կարիք ունեն լսելու։ Այսօր դադարեք ձեր վախերով վախենալ, այսօր սկսեք Աստծուց վախենալ, ձեր արյան ճնշումը կկարգավորվի։ Ես կատակ չեմ անում,
Ես ավետարան եմ քարոզում։ Նյարդային հիվանդությունները, դրանք ինչ են։ Մարդու սիրտն էլ առողջ, թոքերն էլ են առողջ, անգամ երիկամներն են առողջ։ Շաքարային դիաբետի մասին ինչ կասեք։ Եվ շատ ու շատ ուրիշ հիվանդությունների մասին։ Ինչ է վախը։ Վախը զգացմունքային զգացողություն է, մոտեցող կամ գալիք անհաջողության, արհավիրքի, կորստի, դժբախտության, ցավի, իրական կամ ենթադրյալ վտանգի։ Վախը զգացմունքային որոշակի վիճակ է, հոգեկան որոշակի վիճակ։ Այս մասին մեզ սովորեցնում են բառարանները։ Ես բառարաններից մեջ բերեցի։ Հիմա, իսկ ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը այս մասին ասում է, որ կա սուրբ վախ, Աստծո վախ, որը իմաստուն է դարձնում այդ վախն ունեցողին, անգամ շատ քիչ խելք ունեցողին, որին Սուրբ Գիրքը շատ խնամքով պարզամիտ է համարում, որոնցից մեկը ես եմ։ Սաղմոս 111:10 համարը իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Լսեք, ես երկու վախերի մասին պիտի խոսեմ։ Ուշադիր եղեք, ես չեմ խառնելու, հստակ սահմանագիծը կգծեմ։ Ես կասեմ, թե ինչա մեկը եւ կասեմ, թե ինչա երկրորդը։ Ես կասեմ, ինչու է մեկը առաջինը լավ, երկրորդը վատ։ Իհարկե կասեմ դա Սուրբ գրքով։ Ես այդքան խելք չունեմ, որ ինքս բացատրեմ։ Դրա համար ես միայն վստահում եմ Սուրբ գրքին։ Սա վախ է այն բանից, որ չլինենք Աստծո հետ անհամաձայնության մեջ։ Եթե անհամաձայնության մեջ ես Աստծո հետ, վախեցիր։ Դու վախենալու լուրջ հիմքեր ունես։ Որ չլինենք Աստծուն անհնազանդ, որովհետև դրա մեջ մեծ վտանգ կա։ Դա մեծ հարգանք է, մեծ պատկառանք Աստծո նկատմամբ։ Անգամ ես թույլ տամ ասել, որ Աստծո վախը Աստծո նկատմամբ ունեցած սիրո գերադրական աստիճանն է։ Ես վախենում եմ չկորցնեմ այդ սերը, այդ մեծ սերը։ Սաղմոս 19:9 Աստծո վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Ասա հավիտյան։ Հավիտյանը ոչ սկիզբ ունի եւ ոչ վերջ։ Աստծո վախը սուրբ է։ Այդ վախ, այդ սուրբ վախը կա նաև երկնքում։ Ես կհասնեմ դրան ու կասեմ, դուք համոզվես, որ Սուրբ Գիրքն է սա ասում։ Աստծո վախը սուրբ է եւ մնում է հավիտյան։ Առակներ 8:13 Աստծո վախը չարը ատելն է, մեղքը ատելն է։ Առակներ 10:27 Աստծո վախը երկարացնում են կյանքի օրերը, կյանքի օրերը, երկար կյանք ուզեցողներ, Աստծո վախը երկարացնում է կյանքի օրերը։ Գրված չի լավ մարզավիճակ, լավ անալիզների պատասխան, լավ առողջական վիճակ, լավ դիետա ունենալը երկարացնում է օրերը, թեկուզ դրանք օգնում են։ Ես դրանցից ոմանք պաշտպանում եմ, հանկարծ չմտածեք, որ ես դրանց դեմ եմ։ Բայց ես գիտեմ, որ Աստծո վախն է երկարացնում մարդու կյանքի օրերը։
Որոշ մարդիկ կարճ կյանք են ունենում, որովհետև Աստծուց չեն վախենում 1 եւ երկրորդը ծնողներին չեն պատվում 2։ Պատվի հորդ ու մորդ, որ լավ լինի քեզ համար երկրի վրա եւ երկար օրեր ունենաս։ Աստծո վախը սուրբ է, մնում է հավիտյան, Աստծո վախը երկարացնում է կյանքի օրերը։ Ամեն։ Փառք Տիրոջ այս սուրբ վախի համար։ Առակներ 14:27 Աստծո վախը կյանքի աղբյուր է, մահվան որոգայթից խուսափելու համար։ Կյանքի աղբյուր, Աստծո վախը։ Առակներ 15:33 Աստծո վախը իմաստություն է սովորեցնում։ Լինել կրթված, լինել գրագետ եւ լինել իմաստուն, դրանք տարբեր բաներ են։ Երկրի վրա շատ կրթված, շատ մեծ կրթություն ունեցող հիմարները շատ են։ 16:6 առակներ Աստծո վախը չարից է հեռացնում։ Աստծո վախը կյանքի է առաջնորդում 19:23 Եվ լսեք, հիմա մի հատված պիտի կարդամ Հայտնության գրքից, Հայտնության գիրք։ Եվ տեսա 14:6-7 համարները, եւ տեսա մի հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ երկրի վրա բնակվողների, ամեն ազգի, ցեղի, լեզվի եւ ժողովրդի համար։ Եվ մեծ ձայնով աղաղակում էր եւ ասում. «Վախեցեք Աստծուց! Վախեցեք Աստծուց եւ փառք տվեք նրան եւ երկրպագեք նրան, որովհետեւ նրա դատաստանների ժամանակը հասավ»։ Աստծուց վախենալ նշանակում է նրան փառք տալ եւ նրան երկրպագել։ Նրան փառք տալ։ Երբ որ դու սրտանց բարձրացնում ես ձեռքերդ ու նրան փառք ես տալիս, դա Աստծո վախ է կոչվում։ Երբ որ դու չարից ես հեռանում, դա Աստծո վախ է կոչվում։ Երբ որ դու երկրպագում ես Աստծուն, դա Աստծո վախ է կոչվում։ Ամեն։ Հավիտենական ավետիք։ Հավիտենական, ոչ սկիզբ եւ ոչ վերջ ունեցող։ Վախեցեք Աստծուց։ Երկնքում հրեշտակն ասում էր. վախեցեք Աստծուց։ Ամեն։ Ժողովող 12:13 Ահա իմաստունի եզրակացությունը իր կյանքի վերջում գրված վերջի գրքի վերջի գլխում։ Սողոմոն, Ժողովող 12:13 Բոլոր խոսքերի վախճանը լսեք, Աստվածանից վախեցեք եւ նրա պատվիրանքները պահեք, որովհետեւ սա է ամենը Աստծո մարդու համար։ Սա է ամեն մարդու համար։ Վախենալ Աստծուց նշանակում է նրա պատվիրանները պահել։ Վախենալ Աստծուց նշանակում սարսափել, դողալ։ Դրա համար Աստծո վախը կյանք է տալիս։ Երբ որ պահում ես Աստծո պատվիրանքը, կյանք տա երկարում։ Կյանքի աղբյուրին ես մոտենում։ Հավիտենական Աստծուն ես հաճելի լինում։ Պետրոս, առաջի Պետրոս 2:17 Աստծուց վախեցիր եւ թագավորին պատվիր։ Սա ավետարանի պատգամն է, սա շնորհքի պատգամն է։ Ես այստեղ պետքա կանգ առնեմ ու տեղափոխվեմ ուրիշ վախերի մասին։ Ուրիշ վախերի մասին։ Աստծո վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Ես այսքանն ասեցի, որ հիմա ինչ որ ասեմ չմտածեք։ Ես չեմ հասկանում, որ կա Աստծո վախ, որ վեր է ամեն բանից։ Կա երկու տեսակ վախ, Աստծո վախից բացի։ Եթե պայմանականորեն ասենք, կա օգտակար վախ եւ կա վնասակար վախ։ Կներեք, ես պայմանականորեն անուն եմ տալիս, որպեսզի հասկանալի դառնա ինչ եմ ասում։ Որն է այդ օգտակար վախը եւ որն է այդ վնասակար վախը։ Խոսենք օգտակար վախի մասին։ Աստված մարդուն ստեղծել է այնպես, որ վտանգից զգուշանա։
Այդպիսի ընդունակություն Աստված մարդու մեջ դրել։ Վտանգից զգուշանալու զգացողություն։ Դա օգտակար վախի զգացողությունն է։ Երբ որ դու լողալ չգիտես ու հանկարծ հայտնվում ես ծովի ափին։ Եթե չես վախենա ջուրը մտնելուց, արդյունքները քեզ համար արդեն քեզ համար չէ։ Քեզ հողարկավորողների համար հասկանալի կդառնա։ Բա որ լողալ չգիտեիր, ինչու ջուրը մտար։ Մարդուն Աստված էսպես է ստեղծել։ Երբ որ անտառում հանդիպում ես արջին, եթե չվախենաս, արջը ականջիդ բան կասի, բայց ցավոք էլ դու չես լսի։ Ասեմ գործնական բան։ Երբ որ շատ բանուկ մայրուղիով մեծ արագությամբ գնում ես, չնկատելով կարմիր լույսը, եթե չվախենաս, ինչ որ բան կպատահի։ Սա օգտակար վախն է, որ ամեն մարդ պիտի ունենա։ Սուրբ Գիրքն ասում է Պողոս առաքյալի բերանով, որ կան մարդիկ, որոնք իրանց վրա սուր են կրում։ Այդ սուրը կրում են օրենքը խախտողների համար, որ նրանց պատժեն։ Եթե օրենք ես խախտում ու չես վախենում, դու շատ խելացի մարդ չես։ Մի օր այդ սուրը քեզ կհասնի։ Տարիների բանտարկությունով, մեծ տուգանքով, մեծ զրկանքով եւ էլ չգիտեմ ինչով։ Կամ եթե պատահական հանդիպումները եւ պատահական անկողինները քեզ համար վախի պատճառ չեն, դու մեծ իմաստուն չես։ Կա իրական վախ եւ կա անիրական վախ, այսինքն երևակայական վախ։ Երբ հանդիպում ես առյուծի եւ վախենում, դա իրական վախն է։ Իսկ երբ դու վախում ես մի բանից, որ նա իրականում գոյություն չունի, սա արդեն երևակայական վախն է։ Երևակայական վախն այն է, որ մարդը վախենում է գոյություն չունեցող բանից։ Իրական վախն այն է, որ մարդը վախենում է բանից, որը գոյություն ունի։ Ամենից շատ այսօր մարդիկ տանջվում են երևակայական վախից։ Եվ սրա մասին ես մի փոքր կանգ պիտի առնեմ։ Ինչ է զգում մարդը, երբ վախենում է։ Բառերով ասել ամբողջը հնարավոր չի։ Ինչ ես զգում, երբ որ վախենում ես։ Հիմա դուք ասես, բայց չեմ վախեցել, որ իմանամ ինչ եմ զգում, չեմ հավատում։ Շատ տարբեր բաներ։ Բայց եթե հնարավոր չի բառերով բացատրել, հնարավոր է ասել, որ վախն ազդելով մարդու մտքի վրա շատ լուրջ վնասներ է հասնում մարդու ներվային համակարգին եւ դա կարող է կորցնի մարդուն։ Վախը մտավոր չարիք է ծնում մարդու մտքում։ Մի քանիսի մասին խոսեմ, շատ կարճ։ Անիրական վախով տառապողների դասակարգ կա, որոնց կոչում են քրոնիկական մելամաղձություն։ Դա վախի պատճառով առաջանում։ Այս հիվանդությունով տառապողները անվստահ են ամեն ինչում, ամեն բանի մեջ տեսնում են միայն ու միայն վատը եւ ամենավատը։ Եվ այս հիվանդությունը շատ դժվար բուժելի հիվանդություն է։ Ամեն բանի մեջ վատ է։ Ամեն բանի մեջ վատ է։ Այդ մարդիկ անգամ հայտարարում են, կանաչ տեղը գնամ կչորանա։ Միշտ այս մարդիկ ամեն ինչի մեջ վատն են տեսնում։ Ամեն ինչի մեջ վատն են տեսնում։ Հաջորդը մշտական անհանգստություն։ Դա մարդու մտքում առաջացած բորբոքումներն են, որոնք վախի հետևանքով են առաջանում։
Մյուսը դատապարտությունից վախ, որ մարդը միշտ իրեն դատապարտում է ամեն բանի համար։ Ճիշտ արեց դատապարտումը, սխալ արեց դատապարտումը, ուրիշն արեց իրան դատապարտումը, ինքն արեց իրան դատապարտումը, ամեն ինչի մեջ ինքն իրան դատապարտում է։ Վախի հետևանքով առաջացած։ Ես սրանց պատասխանեմ, թե ինչ է սովորացնում, ինչ է պատասխանում այդ մարդկանց Աստվածաշունչը։ 2 Տիմոթեոս 1:7 Աստված մեզ երկչոտության հոգին չտվեց, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Ալելույա։ Մի վախեցի։ Եթե սկզբում ասում էի Աստծուց վախեցի, որ իմաստուն լինես, որ չարից հեռանաս, որ նրան երկրպագես, նրա պատվիրանները պահես, որ նրան միշտ սրտումդ սուրբ ունենաս, եւ ես ասում էի Աստծուց վախեցի։ Հիմա ես քեզ պիտի ասեմ, չվախենաս այսպիսի բաներից։ Աստված քեզ վախի հոգի չի տվել, այլ համարձակության հոգի, զգաստության հոգի, զորության հոգի։ Ամեն։ Քո մասին եմ խոսում։ Սիրելի վախկոտ, չվախենաս։ Վախեցիր Աստծուց եւ մնացած ոչ մի բանից էլ չես վախենալու։ Ես արդեն ասեցի, եթե դու ուշադիր լսես այստեղից պիտի գնաս ավելի անվախ, ոչ թե ավելի տագնապած։ Առաջի Հովանու 4:18 Սիրո մեջ վախ չկա, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը։ Սիրիր Աստծուն, եւ դու վախ չես ունենա։ Աստծո սերը քո միջից վախը կհեռացնի։ Որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, որտեղ կա վախ, այնտեղ կա տանջանք, Աստված քեզ տանջանքի համար չի ստեղծել, Աստված քեզ ստեղծել է համարձակության համար։ Առաջի Պետրոս 5:7 Ձեր ամբողջ հոգերը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է անում ձեզ համար, ալելույա։ Ինչի համար ես հոգ անում ու այդքան անհանգստանում, թե ինչ պիտի լինի։ Անհոգ մի եղիր քո պարտականությունները կատարելու համար։ Եթե երեխայիդ հաց չես տալիս, հաց տուր, եթե ջուր չես տալիս, ջուր տուր, եթե շոր չունի, շոր հագցրու, եթե հիվանդը անհանգստացի, որ նա ունենա համապատասխան բանը, բայց ապագայի համար թե սա ինչ պիտի լինի, լսի, հոգանելով ոչինչ չես կարող փոխել եւ մի վախեցի։ Աստված հոգ է անում քեզ համար։ Շատ մարդիկ ուղղակի տառապում են, թե եկող տարվա ամռան վերջում բերքը ինչպիսին է լինելու։ Աստծուց վախեցիր, նրա պատվիրանքները պահի եւ ամեն բան լավ է լինելու։ Իսկ եթե Աստծուց չես վախենում, ուզում ես գիշերները սարսափի, ուզում ես այնքան մտածի, մինչև չգիտեմ ինչ հիվանդություն ձեռք բերես, միևնույնն է լավ չի լինելու։ Վստահի Աստծուն։ Վստահի Աստծուն։ Ձեր ամբողջ հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար։ Նա հոգս է անում ինձ համար։ Նա արարիչը։ Ինքը լավ հոգս կանի թե դու։ Դրա համար Հիսուսն ասում էր, հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի խմեք եւ ինչ պիտի հագնեք, որովհետև այդպես անում են երկրի հեթանոսները, աշխարհի հեթանոսները։ Իսկ դուք մտածեք երկնքի արքայության եւ նրա արդարության մասին, փնտրեք այն, կատարեք այն, ապրեք դրանց մեջ։ Ձեր փնտրածը, ձեր հայրը գիտի, որ ձեզ պետք է, նա առանց ձեր խնդրելու կտա ձեզ, նա հոգ է անում ձեզ համար։ Ինչու ես վախենում։ Դու չես սննկանալու, մի վախեցի։ Դու չես մեռնելու, մի վախեցի։ Ռոմացիս 8:1 Ես ասեցի կան մարդիկ, որոնք միշտ դատապարտում են իրենց։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում եղողների համար։ Եթե ուզում ես անհանգստանաս, անհանգստացի Հիսուս Քրիստոսի մեջ ես, թե ոչ։ Եթե Հիսուս Քրիստոսի մեջ ես, քեզ համար դատապարտություն չկա, նա եղավ դատապարտություն, նա եղավ թողություն, նա եղավ քավություն։
նա որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրա մեջ։ Եղիր նրա մեջ դատապարտություն չկա, վախենալու փոխարեն քեզ գցի նրա մեջ, վախենալու փոխարեն սիրիր նրան, վախենալու փոխարեն վախեցիր նրանից, թող վախը վախենա քեզանից։ Ամեն։ Եբրայեցիս 13:5 ինքն ասաց, քեզ չեմ թողնի եւ երեսից չեմ գցի, լսի ինք ասաց։ Բոլորս մեր ճանապարհն ենք անցնում, ամեն մեկս մեր ճանապարհն ունենք, ամեն մեկս մեր արտասունքի հովիտն ունենք, լսեք, բայց նա խոստացավ, որ այդ հովտի մեջ մենակ չես լինելու։ Նա ինձ խոստացավ, քեզ չեմ թողելու, նա ինձ խոստացավ, երեսից չեմ գցելու։ Եթե դու անգամ անհավատարիմ գտնվես, հավատարիմ է խոստացողը, չեմ թողնի եւ երեսից չեմ ձգի։ Ամեն։ Նորից կրկնեմ, չկա մեկ այստեղ նստած, որ իր արտասունքի հովիտը չունի, իր տառապանքի ուղին չունի, չկա մեկը։ Ես բացառություն չեմ, բայց ես գիտեմ, որ նա ինձ խոստացավ, քեզ չեմ թողնի, երեսից չեմ ձգի։ Աստծո խոսքը չի կեղծվում, Հիսուսն հայտարարեց։ Կարելի չի, որ Աստծո խոսքը բեկանվի, հայտարարեց Հիսուսը, կարելի չի, անհնար է։ Եթե Աստված ասավ, քեզ չեմ թողնի ու երեսից չեմ գցի, ուրեմն քեզ չի թողնի ու երեսից չի գցի։ Անհնար է, որ Աստծո խոսքը բեկանվի, անհնար է, Հիսուսն ասաց։ Անհնար է, նա չի թողնի քեզ, ինչու ես վախենում, վախենալով արդյոք ինչ-որ բան փոխում ես, վախենում ես, որ պետք է դատապարտություն ունենաս, որովհետև շատ մեղքեր ես գործել, լավ չես արել, որ շատ մեղքեր ես գործել, բայց կա ճանապարհ, եւ ահա ճանապարհը, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսողը եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ չի դատապարտվի, ինչու է շարունակում քեզ դատապարտվել, հավատա նրան, որ ուղարկեց Հիսուս Փրկչին, որ դու կյանք ունենաս եւ դատաստանի տակ չես մտնի, դատապարտություն չես ունենա, այլ մահից կյանքի կփոխվես, հավատա նրան, ինչու ես դատապարտում քեզ 100 տարի առաջ, ինչ որ բան ես արել, լավ չես արել, բայց այլևս դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում եղողների համար, նրանք ովքեր լսում են Աստծո խոսքը եւ հավատում են նրան, որին ուղարկեց Հիսուս Քրիստոսին, նրանք դատաստանի տակ չեն գնում, այլ մահից փոխվեցին կյանքի։ Վախենալու փոխարեն կյանքը տուր Հիսուսին։ Մի շատ կարևոր գործ կա, որ Սուրբ Գիրքը սովորեցնում է։ Եփեսացիս թղթում 4 գլխի 2-րդ համարում Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է. նորոգվեք ձեր մտքի հոգով։ Մեր միտքը պիտի նորոգվի Հիսուս Քրիստոսի խոսքով, ավետարանով։ Մեր միտքը։ Ես վախենում եմ Աստծուց։ Ինձ համար սև կատուն, չգիտեմ, մնացած բաները ինձ համար նշանակություն չունեն, ես Աստծուց վախենում եմ։ Ես վախենում եմ Աստծուց։ Եվ մնացած ոչինչից չեմ վախենում։ Փառք Տիրոջը։ Ձեր միտքը թող նորոգվի, սա է պատգամը Պողոս առաքյալի, Եփեսացիների թղթի 4 գլխի 2-րդ համարում։ Ձեր միտքը թող նորոգվի։ Քրիստոնյաներ մտքի նորոգության կարիք ունենք, Աստված մեզ չի կանչել, որ նորից երկյուղով ապրենք, Աստված մեզ կանչել է, որ համարձակ ապրենք, Աստված մեզ չի կանչել, որ նորից հոգ անենք, հոգսերով տառապենք, լսեք, անկուն գիշերները քրիստոնյաների համար չեն, որ տառապանքով լուսացնեն։ Քրիստոնյաների համար չեն անկուն գիշերները,
տառապանքը քրիստոնյայի համար չի, մտքի տառապանքը, այլ մտքի նորոգությունն է քրիստոնյայի համար։ Երբ է առաջացել վախը։ Որտեղից առաջացավ։ Հաստատ Աստված չի ստեղծել վախը։ Ամեն։ Եվ երկնքում վախ լինել չէր կարող, բայց վախն առաջացավ Եդեմի պարտեզում։ Ծննդոց 2-րդ գլուխ 16-17 համարը։ Տերը պատվիրեց. պարտեզի ամեն ծառերից համարձակ կեր, բայց բարին եւ չարի գիտության ծառիցը մի ուտիր, որովհետեւ նրանից կերածդ օրը մահով պիտի մեռնես։ Ահա Աստված պատվիրեց։ Ինչ տեղի ունեցավ։ Բնականա չենթարկվեցին, պատմությունը ծանոթ եք, պատմությանը, ես չեմ ուզում պատմությունը մանրամասն ներկայացնել, եւ ահա հետևանքը։ Ծննդոց 3-9-10 համարները։ Եվ ահա հերթական այցելությունն Աստված արեց մարդուն, եւ Ադամը չկար, Աստված հարցրեց. Ադամ, ուր ես։ Եվ նա ասեց. քո ձայնը լսեցի պարտեզի մեջ, եւ վախեցա։ Ահա վախը որտեղ հայտնվեց։ Վախ հայտնվում է ամենայն տեղ, երբ որ Աստծուն անհնազանդություն է առաջ գալիս։ Ամեն Աստծու անհնազանդ մարդ պիտի վախենա, չարիք կա դրա մեջ։ Վախեցա, որովհետև մերկ էի եւ թաքնվեցի։ Նրանց վախը բնական էր եւ հետևանքը մեղքի։ Վախը ծնվեց առաջի մեղքից հետո։ Մեղքը միշտ իր հետ վախ է բերում։ Վախի մեջ էլ տանջանք կա։ Առաջ Հովհաննես 4:18 վախի մեջ տանջանք կա։ Մեղքի հետևանքը լինում է վախը։ Մեղքը թող չթակավորի ձեր մահկանացու մարմինների վրա։ Հեռու գնացեք մեղքից, արդարություն գործեք, Աստծուց վախեցեք, թակավորին պատվեք եւ վախենալու առիթ չեք ունենա։ Ամեն։ Սա է սովորացնում մեր գիրքը։ Այո, իսկ եթե մեղք ես գործում, մեղքի մեջ վախ կա, վախի մեջ էլ տանջանք։ Բոլոր վատ վախերի մեջ գտնվողներ, ճանաչեք Աստծուն, նրա սերը, որովհետև սերն է վախը հեռացնում։ Աստված սիրում է մեզ։ Իմ եղբայրը շատ լավ էր ասում։ Աստված այնքան բան արեց, որ ամենատգետները, ամենադժվար հասկացողները գլխի ընկնեն, որ Աստված սիրում է իրենց։ Աստված սիրում է քեզ։ Քեզ։ Աստծո վախն ունեցեք եւ դուք վատ վախերից կազատվեք ընդհանրապես։ Աստծուց վախենալ նշանակում է հասկանալ, որ Աստված ամենազոր է, ամենակարող եւ մարդը թույլ ու Աստծուց կախված բացարձակապես։ Միևնույնը ամենամեծ քաջերը մի օր հասկանում են, որ գնում են պատասխան տալու հայրիկին, տանում են իր վերջին ճանապարհը։ Բոլոր զորավորները արարչի առաջ պիտի կանգնեն հաշիվ տալու։ Աստծուց վախեցեք, ոչ թե սև կատվից։ Աստծուն վստահեք, ոչ թե աչքի ուլունքին, Աստծուն վստահեք, ոչ թե մի փունջ փշի, Աստծուն վստահեք։ Արարչին վախեցեք։ Երբ որ մարդը դուրս է գալիս Աստծո կամքից, իսկապես դրա մեջ մեծ չարիք կա։ Մեծ չարիք։ Ամենամեծ ապահովությունը Աստծո հետ հաշտ ապրելն է, Աստծո հետ չընթարվելը եւ Աստծո կամքից դուրս չգալը։ Կողքինիդ ասա, ես Աստծո կամքի մեջ եմ։ Կամ կոնե ասա, այսուհետև պիտի լինեմ նրա կամքի մեջ։ Շատերի համար այդպես ավելի ճիշտ կլինի։ Ամեն։ Ամեն։ Այսօր դու այստեղ ես, որ այսօր որոշում կայացնես Աստծո կամքից չեռանալ։
Աստծուց վախենալ եւ մնացած բոլոր վախերը մերժել Հիսուս Քրիստոսի անունով։ Ոչ մի բանի համար հոգ չանել, այլ ամեն հոգ հանձնել արդար դատավորին։ Թույլ տվեք ես մի հատված ավետարանից կարդամ եւ այստեղ շատ մեծ բան կա, բոլորը ես չեմ հասցնի բնականը, ուղղակի 1-2 սկզբունքի վրա կկանգնեմ։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 8-րդ գլուխ 23-27 համարը։ Մատթեոս 8-րդ 23-ից 27 համարները։ Եվ երբ որ նա նավը մտավ, նրա աշակերտները գնացին նրա հետևից։ Եվ ահա մեծ ալեկոծում եղավ ծովի մեջ, որ նավն էլ ծածկվում էր ալիքներից, եւ ինքը քնած էր, եւ նրա աշակերտները մոտենալով նրան զարթնեցրին եւ ասեցին. «Տեր, փրկիր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասեց. «Ինչու վախկոտ եք, սակավահավատներ»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց քամիին եւ ծովին, եւ մեծ խաղաղություն եղավ։ Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին. «Սա ինչպիսի մեկն է, որ քամիները եւ ծովն էլ հնազանդվում են սրան»։ Աշակերտները առաջի անգամ չէր, որ տեսել էին, որ Հիսուս սովորական մարդ չի, անսովոր բաներ անում։ Բայց աշակերտները դեռ չէին հանդիպել երևույթի, որ Հիսուս տարերքի վրա իշխանություն ունի։ Մեզանից շատերը շատ անգամներ հանդիպել ենք, որ Աստված մեզ ողորմություն է արել, հիվանդ ենք եղել բժշկելը, դժվարության մեջ ենք եղել մեզ օգնելը, եւ հիմա մի փոքր պակասություն ունենք։ Հիսուսն ուզում է քեզ հայտնվի, որպես ամեն բանի վրա իշխանություն ունեցող Տեր։ Ամեն բան։ Պիտի գիտակցենք, պիտի իմանանք, որ Հիսուս Տերը ամեն բանի վրա։ Հիսուս Տերը քո կյանքի, Հիսուս Տերն է քո առողջությանը, Հիսուս Տերն է քո ընտանիքի, Հիսուս Տերն է քո տանը, Հիսուս Տերն է այս եկեղեցու, Հիսուսն Հայաստանի Տերն է, Հիսուսն աշխարհի Տերն է, Աստված ամեն բանի Տեր է։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, արդյոք Հիսուս նեղացավ նրանից, որ ինքը քնած էր ու իրան արթնացրեցին։ Իհարկե ոչ։ Երբ որ դու կարիքի մեջ ես ու նրան ես աղաղակում, նա քեզ չի հանդիմանի։ Բոլորովին։ Բայց երբ որ անհավատ ես, թերահավատ ես ու վախենում ես, դրա համար քեզ հանդիմանելու է։ Ինչու ես վախենում։ Ինչու ես վախենում, թերահավատ։ Լսեք, վախկոտները հավատք ունենալ չեն կարող։ Կամ դու հավատք ունես, կամ վախ։ Հավատքի հակառակը անհավատությունը չի, հավատքի հակառակը վախն է։ Ինչու ես վախկոտ, թերահավատ։ Ես հավատում եմ, որ այս Հիսուսի խոսքը ինչ որ մեկի համար ճիշտը տեղը, հոգու տեղ, մտքի նորոգության տեղ, կյանքի փոփոխության տեղ, վստահություն ձեռք բերելու տեղ։ Ամեն։ Եթե քո համարը կողքինիդ ասա, եթե քո համարը, իսկ եթե չէ, ոչինչ էլ մի ասա։ Իմ համարը, լսեք, իմ համարը, իմ համար։ Իմ բոլոր վախերի պատճառը եղել է անհավատությունը։ Ես պիտի խոստովանեմ, որ շատ բաներ անհավատությունից արել եմ, վախենալով։ Հետո հասկացել եմ, դրա արդյունքն ավելի վատ է եղել։ Մարդուն շոյես, որ հանկարծ, հետո տեսնում ես, այս մարդը թե ժամանակ մի հատ կոտոշ ուներ, հիմա 7 հատ եղավ, դե հիմա 7-ի դեմը պայքարի։ Այո։ Տառապանքս փորձ ունի։ Մեկը 7 է դառնում։ Աստծուց վախեցեք, Աստծուն հավատացեք, Աստծուն սիրեք, եւ էլ վախնում շուննա։ Հալելույա։
Ալելույա։ Ամենակարող է իմ Տերը։ Սեք ես 1 միլիարդ անգամ եթե այսօր կրկնեմ, սրանից չեմ ձանձրանա։ Իմ Տերն ամենակարողը։ Տիրում է ամեն ինչի վրա, ամեն իրավիճակների վրա։ Նա իշխանություն ունի ամեն տեղ եւ ամեն ինչի վրա։ Ամեն տեղ եւ ամեն ինչի վրա։ Քո բոլոր խնդիրների վրա նա իշխանություն ունի։ Քո կյանքի բոլոր կողմերի վրա իշխանություն ունի։ Ամեն տեղ եւ ամեն ինչի վրա նա իշխանություն ունի։ Բայց դու ինքդ պիտի նրան թույլ տաս, որ այդ իշխանությունը քո վրա բանեցնի։ Ալելույա։ Տեր, ահա ես քո ծառան եմ, արա ինչ ուզում ես։ Ահա իմ սիրտը երբեք քո առաջ պիտի փակ չլինի, որ դու ծեծես իմ սրտի դուռը։ Ամեն։ Հիսուս տիրում է իմ կյանքի վրա։ Եթե քո կյանքի վրա էլ կողքինիդ ասա, իսկ եթե չէ, ոչինչ էլ մի արա։ Հիսուս տիրում է իմ կյանքի վրա։ Եթե դու իմ Տերն ես, ծառատ, դեռ չլսած քո ասածը ամեն է ասում։ Եթե ես քո ծառան եմ, ուրեմն քո բոլոր հրամաններին, պատվերներին, այո եւ ամեն, երկրպագություն եւ պատրաստակամություն։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Եթե դու Աստծուն ես եւ նրա կամքի մեջ, ուրեմն դու խոստում ունես, որ նա քեզ երբեք չի թողի եւ երբեք երեսից չի ցկի։ Ամեն։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Նորից ասեմ, անհանգիստ գիշերները եւ տագնապած օրերը քրիստոնյաների համար չեն։ Որովհետև Աստված մեզ վախի հոգին չի տվել, որովհետև դուք որդեգրության հոգին ընդունեցիք, որով աղաղակում եք Աբբա Հայր։ Տեր մեզ իմաստություն տուր, որ դու մեր Աբբա Հայրն ես։ Ինչու ես վախենամ, երբ որ իմ հայրը, Աբբա Հայրը, Աբբա բառը արամերեն է, որ մտերմիկ երեխայի դիմելաձևն է հորը, մտերմիկ դիմելաձևը, Աբբա Հայր, հայրիկ, պապ։ Երբեմն մենք մեր վստահ կամ լավ հարաբերության ժամանակ ասում ենք մեր հայրերին։ Եթե դու վախեր ունես, իմացիր, Աստված ուզում է քեզ քո վախերից ազատվես, որ չտանջվես։ Ինչու եք վախկոտ, թերահավատներ։ Ինչու եք վախկոտ, ահա պատգամը։ Ինչու ես վախկոտ։ Աստված Աբրահամին 99 տարեկանում ասաց. մի վախեցիր։ Եվ ինչ եղավ։ 99 տարեկանում ունեցավ տղա, այնպիսի տղա, որ ամբողջ աշխարհը, ամբողջ երկիրը, բոլոր ժողովուրդները, ազգերն ու ցեղերը նրանով օրհնվեցին։ Աստված Մովսեսին ասաց. մի վախեցիր։ Եվ ինչ եղավ։ 3 միլիոն ստրուկների հանեց ամենահզոր տերության լծից։ 3 միլիոն ստրուկ։ Որ մի երկիրը 3 միլիոն ստրուկ հենց այնպես բաց կթողի։ Տերն ասավ. մի վախեցիր։ Տերը Հեսուին ասավ. մի վախեցիր։ Եվ ինչ եղավ։ Այդ 3 միլիոնը, որ դուրս էին եկել, հավատքից ընկած, անապատում շատերը ընկան, այդ ժողովրդի մնացորդին ավետյաց երկիրը մտցրեց, նվաճեց եւ այնտեղ ժառանգություն տվեց։
Ամեն։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Դավիթն ասում էր, թեև գնամ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա։ Չար բան կա քո կյանքում։ Ինչու վախկոտ ես, թերահավատ։ Ուրա քո Աստվածը։ Հովնանի նման Աստծու կամքից փախնելու պատճառով իջել ես նավի ամենահատակը ու խորը քուն մտել, վեր կաց, Աստծու տաղաղակի, քո Աստվածը տերերի Տերը ու թագավորների թագավորն է, քո Աստվածը քո հայրն է, որ քեզ սիրում է, քո Աստվածը նա է, որ ասում է չեմ թողի ու երեսից չեմ գցի։ Ես շատ ոգևորված եմ այս պատգամից, չգիտեմ դուք էլ թե չէ, բայց ես շատ ոգևորված եմ։ Ես կարիք ունեմ ամեն օր թարմացնելու սրանք ինձ համար, որովհետև ես ամեն օր, եթե զգաստ չլինեմ, եթե հավատքս չնորոգեմ, եթե ուխտս չնորոգեմ, եթե չհամոզվեմ, որ իմ հավատքը տեղին է, Սուրբ Գիրքն ասում է քննեցեք արդյոք հավատքի մեջ եք, իմ վախը Աստծո նկատմամբ, երկյուղը Սուրբ իմ մեջ կա, ամեն օր ես մարտահրավերների առաջ եմ, տանուլ կտամ, եթե ամեն օր չնորոգեմ։ Դու էլ նույնպես, ամեն օր, անսպասելի են գալիս մարտահրավերները, անսպասելի են հայտնվում վատ բաները, վախ ծնող պատճառները անսպասելի են գալիս, երբ որ Հիսուսն աշակերտների հետ մտան նավը ու գնում էին, նրանք չէին սպասում, որ պիտի փոթորիկ լինի, չէին սպասում, են 4000 քանի 100 հոգին, որ այդ զբոսանավի մեջ նստել էին ու երջանիկ իրենց հանգիստն էին ուզում անցկացնեին, ծախսելով բավականի կլորիկ մեծ գումարներ, նրանք չէին սպասում, որ մի թուլամորթ նավապետ պիտի հայտնվի և իրենց այնպիսի տեղ, որ ոչ փոթորիկ կա, ոչ ցունամի, պետք է նավը խորտակի, չէին սպասում, բայց եղավ, մի վախեցեք, որտեղ էլ լինես, Տերը քեզ կպահի։ Այնտեղ շատ փրկվողներ եղան, գերակշիռ մեծամասնությունը փրկվեց։ Դու միշտ փրկվածների մեջ ես լինելու, եթե Աստծուց չվախենաս։ Մի վախեցեք, թերահավատներ, ուրա ձեր հավատքը։ Փառք Տիրոջը, այս խոստումների համար, փառք Տիրոջը։ Ես ժամանակի իմաստով տանուլ եմ տալիս, արագացնեմ։ Հովանու 4:4 Առաջի Հովանում ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է, մի վախեցեք։ Երբեմն քո դեմ դուրս է գալիս աշխարհի իշխանը, ինքը սատանան, դևն է քո դեմ դուրս գալիս, բայց մի վախեցիր, նա, որ քո մեջ է, ավելի զորավոր է, քան որ աշխարհի մեջ է, մի վախեցեք ոչ մի բանից, չարից չեմ վախենա, ասում էր Դավիթը, Փիլիպպեցիս 4:6-7 Աստծո խաղաղությունը, որ վեր է ամեն մտքից, ձեր սիրտն ու միտքը Քրիստոսով կպահպանի, ալելույա, Քրիստոսով ձեր միտքը կպահպանի, նաև սիրտը, Աստծո խաղաղությունը, ինչու ես վախկոտ, չվախենաս, ոնց, միշտ Աստված ինձ հետ է, այո, միշտ Աստված քեզ հետ է, որովհետև դու իրա զավակն ես, դուք ձեր երեխաների հետ եք անգամ, երբ որ նրանք ձեզանից շատ հեռու են, ձեր մտքով, բայց Աստված ամեն տեղ է և ամեն բան գիտի, ամեն, ես քեզ հետ եմ, մի սարսափիր, որովհետև ես քո Աստվածն եմ, Արարիչը քեզ ասում, մի վախեցիր, քո բոլոր վախերին դեմ հանդիման կանգնի ու ասա, նա իմ Աստվածն է, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, իմ Տեր Աստվածն է, Արարիչը իմ Աստվածն է, Հիսուսն իմ փրկիչն է,
Չար բանից չեմ վախենա, որովհետև նա ինձ հետ է։ Չեմ սարսափելու, որովհետև նա իմ Աստվածն է, որովհետև նա խոստում ունի, ես կզորացնեմ քեզ։ Տկարացել ես, ուժասպառ ես արդեն, խոստում ունես, նա խոստացել է զորացնի քեզ, նաև կօգնեմ քեզ, օգնության կարիք ունես, օգնելու խոստում ունես, նաև քեզ կհաստատեմ իմ արդարության բազուկով։ Քեզ զրպարտել են, անարդար են վարվել, արդարության բազուկը քեզ պիտի հաստատի։ Նրանց դիմաց քեզ քո առաջ սեղան պատրաստելով։ Ամեն։ Երկրորդ օրինաց 1:17, այս համարը ինձ համար իսկապես հայտնություն է, լսեք։ Բնավ չվախենաս մարդից, Աստծո պատվերն էր, Աստծո պատվիրանը Մովսեսին, որ Մովսես փոխանցի ժողովրդին, լսեք, խնդրում եմ, այստեղ մեծ հայտնություն կարող ես դու ունենալ։ Բնավ չվախենաս մարդից, որովհետև դատաստանը Աստծունն է։ Զրպարտում են քեզ, չվախենաս մարդուց, դատաստանը Աստծունն է, և այն բաները, որ ձեզ համար դժվար լինեն, ինձ ներկայացրեք, ալելույա։ Այն բաները, որ ձեզ համար դժվար լինեն, ինձ ներկայացրեք, ահա քո Աստվածը։ Այնքան բաներ կա իմ կյանքում, որ ինձ համար շատ դժվար են, բայց խոստում ունեմ։ Ահա մի տեղ, որ կարելի է 1000 ներողություն վստահորեն ապրաշատել։ Ես ծափ կտայի։ Տեր, իսկապես իմ կյանքում շատ դժվար բաներ կան։ Ձեր բոլոր հոգսերը նրա առաջ բերեք, որովհետև ինքը հոգ է անում ձեզ համար։ Աստծո խոսքը սկզբից մինչև վերջ ներդաշնակություն է։ Ամեն։ Բնավ չվախենաս մարդից, որովհետև նորից պատճառը, որովհետև դատաստանը մարդունը չի, այլ դատաստանը Աստծունն է։ Եվ այն բաները, որ ձեզ համար դժվար լինեն, ինձ ներկայացրեք, ալելույա։ Ես պիտի առաջ գնամ, վերջացնեմ։ Եսայա 12:2, ահա Աստված է իմ փրկությունը, ես հույս ունեմ և չեմ վախենա, որովհետև իմ զորությունը Տեր Եհովան է։ Հարուստը թող հարստությունով չպարծենա, իմաստունը թող իմաստությունով չպարծենա, ուժեղը թող ուժով չպարծենա, այլ նա, որ պարծենում է, թող Տիրոջմով պարծենա։ Իմ զորությունը Տեր Եհովան է։ Սաղմոս 91:10-11, քեզ չար բան չի հասնի և նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Չէ՞ որ չի կարող Աստծո խոսքը բեկանվի։ Չի կարող Աստծո խոսքը բեկանվի։ Աստծո խոսքը չի բեկանվում, Աստծո խոսքը կատարվում է։ Եսայա 55-րդ գլուխ, այն խոսքերը, որ գալիս են ցողի անձրևի նման, անպայման պետք է արդյունք ապահովեն ու գնան զեկուցեն արդյունքի մասին։ Ալելույա, ալելույա։ Փառք Տիրոջը, 46-րդ Սաղմոս 1-2 համարը, Աստված մեզ համար ապավեն է և զորություն, նեղությունների մեջ նա շատ օգնական գտնվեց, նեղությունների մեջ նա շտապ օգնության հասավ։ Շտապ օգնություն, շտապ։ Հայաստանի շտապ օգնությունը չի։ Եթե ուզում ես իմանալ, 911-ն էլ չի։ Դա աստվածային օգնությունն է։ Կանչիր ինձ և ես պատասխան տամ քեզ, անմիջապես։
Մի վախեցիր։ Մատթեոս 10:31 ուրեմն մի վախեցեք։ Դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք։ Մի վախեցեք։ Եսայա 26:4 Հավիտյան Տիրոջը հուսացեք, որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է։ Ամեն։ Ամեն։ Վերջացնում եմ եւ վերջացնելուց առաջ ուզում եմ քո ուշադրությունը բոլորովին ունենամ։ 1 րոպեում ես վերջացնում եմ։ Լսեք Ղուկաս ավետարան 21-րդ գլուխ 25-28 համարները։ Ղուկաս 21, 25-ից 28 համարները։ Եվ նշաններ կլինեն արեգակումը եւ լուսնումը եւ աստղերումը եւ երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապեն ծովը կգոչե եւ կծփան ալիքները որովհետեւ մարդկանց սրտերը կնվաղեն վախից եւ այն բաները սпасելուց որ բոլոր աշխարհի վրա պիտի գան որովհետեւ երկնքի զորությունները կշարժվին եւ այն ժամանակ կտեսնեն մարդու որդին ամպերի վրա եկած զորությունով եւ մեծ փառքով երբ որ այս բաները կսկսեն լինել վեր նայեք եւ բարձրացրեք ձեր գլուխները որովհետեւ ձեր փրկությունը մոտ է մոտենում ենք այս օրերին մոտենում ենք այս օրերին բոլոր մարդիկ վախից պիտի տագնապեն սարսափեն ոչ բոլորը նրանք ովքեր Տիրոջից չեն վախենում Տիրոջից չվախեցողներին ահա սպասվում է այսպիսի ահա սարսուր ժամանակներ բայց դուք որ ինձանից վախենում եք, բայց դուք, որ իմ խոսքի վրա հույս եք դրել, բայց դուք, որ սուրբ վախ ունեք ձեր մեջ, սուրբ սեր ունեք ձեր մեջ, դուք վեր նայեք, որովհետև մոտ է ձեր փրկությունը։ Ահա թե ինչի համար եմ ես ապրում, ահա թե ինչով եմ ես առաջնորդվում, ահա ինչն է ինձ ուժ եւ համարձակություն տալիս։ Ուզում եմ բոլորս իմանանք որպեսզի մեզ հետ սա չպատահի, պիտի հստակ իմանանք քրիստոնեական կյանքը լավագույնն է ապրելու անվախ երկրի վրա։ Եվ միակ երաշխիքն է երկնքում ընդունելու համար։ Ամեն։ Երաշխավորված հանգիստ մտնելու համար միակ երաշխիքն է քրիստոնեական կյանքը։ Եթե մեկը կա որ դեռ չի ընդունել Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, հորդորս քեզ, հենց այսօր, հենց հիմա արա։ Եթե Հիսուսն այսօր կա, պատրաստ ես նրան դիմավորելու։ 10 տարվա քրիստոնյա ես, 20 տարվա, թե 120 տարվա, թե առաջի օրվան, հարցս քեզ ա ուղղում։ Եթե Քրիստոսն այսօր կա, դու պատրաստ ես նրան դիմավորելու։ Եթե համոզված չես, առաջարկում եմ, հենց հիմա ընդունիր նրան։ Հենց հիմա խոստովանիր նրան, հենց հիմա վստահիր նրան, եւ դու այլևս չես վախենա։ Որովհետեւ խոստում կա, Սոփոնիա 3:7, 16 եւ 17 համարները։ Ասեցի միայն, մի վախեցիր։ Վախեցիր ինձանից, որ խրատ ընդունես։ Այն օրը, որի մասին ես կարդացի, Երուսաղեմին պիտի ասեմ, Երուսաղեմը, Տիրոջ տունն է, մի վախենար, ով Սիոն, ձեռքերդ թող չթուլանան, քո Տեր Աստվածը քո մեջ զորավոր է, նա փրկում է, ալելույա,